Ողջույն։ Այսօր խոսելու ենք վտանգավոր երևույթի մասին, որը ցանկացած պետություն կարող է քայքայել ներսից, իսկ մեր արդեն քայքայել բրծել է։ Աշխարհը այս տարիներին տեսել է անձի պաշտամունքի շատ օրինակներ, որոնցից մեկն էլ շատ ավելի գռեհիկ, անճաշակ Հայաստանում է։ Որն է անձի պաշտամունքը։ Ղեկավարի որակների չափազանցված բարձրացում, նրան հանճարեղ, իմաստուն, անսխալական ներկայացում, նրա կամքին բացարձակ ենթարկում։ Երբ ռեժիմը մեծ ստի, պրոպագանդայի, ֆեյքերի միջոցով հասարակական գիտակցության մեջ ստեղծում է իդեալականացված, հերոսական, պաշտելի եւ երկրպագելի առաջնորդի կերպար, մշտապես ուղեկցելով, ժողովրդություններով եւ գովեստի խոսքերով։ Տարիներ առաջ ծիծաղում էինք Թուրքմենստանի խորհրդարանի վրա, որը երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին Թուրքմենստանի կրկնակի հերոսի կոչման արժանացրեց, հնարավորություն տալով նրա բրոնզե կիսանդրին տեղադրել, կամ խնդում էինք թուրք ռեկտորի վրա, որը ասում էր, թե Էրդողանին դեմ գնալն ու նրա կամքին չհնազանդվելը մեծ մեղք է, կրոնական պարտականության խախտում է։ Հայաստանում հիմա ավելի խնդալու բաներ են լինում։ Օրինակ, երբ ԿՊԱ-ականները ամեն անգամ Նիկոլին դիմում են մեծարգոյով, ու երբ շփոթվում են, այդ դիմելաձևում ներողություն են խնդրում եւ ուղղում իրենց, երբ ասում են Նիկոլին տեսնելով հավատացինք Քրիստոսին, երբ ասում են եթե Նիկոլը չի մասնակցում պատարակների, մենք մասնակցում ենք ում համար, որ ինչ անենք, երբ ասում են եթե վարչապետն է ասել ուրեմն ճիշտ է, երբ ասում են Նիկոլի նկարի հետ խոսում ենք, որ սովորենք արդար որոշում ներկայացնել, երբ ԿՊԱ-ականները դնում են Նիկոլի դրած գլխարկից, նրա ցույց տված սրտիկից են նկարում, անձի պաշտամունքի օրինակ են։ Երբ Նիկոլը ինչ մտքին գալիս է խզբզում է եւ գովազդային վահանակներից են փակցնում, դպրոցներին էլ պահանջում են շարադրություններ Նիկոլի գրառման թեմայով, երբ Նիկոլը կարգադրում է իր արձանները տեղադրել, երբ Նիկոլը կազմակերպում է իր անվան գավաթներ, անգամ իր հորը նվիրված ֆուտբոլի մրցաշար, երբ ստիպում է իրեն տալ համարանիշ, որն ունի ընդամենը մեկ նիշ, դա անձի պաշտամունք է։ Երեք առավոտյան Մհեր Մկրտչյան փողոցը մաքրում էին ձնից ու ավտոմեքենաներից, մայթը չէ, միայն մեքենաների երթուղին։ Ամեն քայլի մի քանի պարեկ էր կանգնած ու արդեն հասկանալի էր, որ Փաշինյանն է այդ փողոցով անցնելու գնա էկոնոմիկայի նախարարություն։ Քիչ անց եկավ ավելի քան 10 մեքենայից բաղկացած նրա ավտոշարասյունը։ Կառավարության շենքից մինչև էկոնոմիկայի նախարարություն 300 մետր է։ 10 րոպե ոտքի ճանապարհ։ Նիկոլն առաջ այդ ճանապարհը կանցներ հեծանվով կամ ոտքով, իսկ հիմա 10-ից ավելի ավտոմեքենայով։ Ու այդքանից առանձնանում էր միայն պլպլուն համարանիշը, դրոշ էր ու 1 թիվը։ Նիկոլը հենց եկավ իշխանության, հեռացրեց Սերժ Սարգսյանին սպասարկող ավտոմեքենայի համարները ու Սփյուռքում հայտարարեց. այդ ճաճանչափայլ համարները դեն եմ շպրտել, արգելել եմ օգտագործել, որովհետև պետք է վարչապետը հասարակ ժողովրդից չտարբերվի։ Գլուխ գովեց, որ իր շարասյունը կանգնել է կարմիր լույսի տակ։ Իհարկե դրանից հետո լիքը բան փոխվեց։ Վերականգնվեց Սերժ Սարգսյանին սպասարկող պետհամարանիշը։ Երկու ուղեկցող ավտոմեքենան դարձավ 10 եւ ավելի։ Կարմիր լույսի տակ էլ ոչ միայն չկանգնեց, այլ այնպես էր քշում, որ զոհեր եղան։ Իսկ հիմա իր նկատմամբ իր ու թիմի պաշտամունքը խորացնելով արդեն չուզեց լինել 001-ը, ինչպես այդ մեքենայի վրա էլ, այլ ուզեց լինել առաջինը։ Ոչ թե մեքենայի համարները բաղկացած լինեն 5 նիշից, այլ 1։ Այն որ ասում են մեծարգո պարոն վարչապետ, ուզեց որ այդ մեծարգոն երևա նաև ավտոյի համարների վրա։ Կառավարությունն ասում է ուսումնասիրել են միջազգային փորձը եւ տեսել են Շվեդիայում ու Իսլանդիայում էլ է այդպես։ Ես էլ ուսումնասիրեցի այդ երկրների փորձը, ու գիտեք ինչ տեսա։ Տեսա, որ օրինակ Իսլանդիայում վարչապետը հրաժարական տվել 2016 թվականին կոռուպցիոն մեծ սկանդալի պատճառով։ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն սկանդալների մեջ ամեն ամիս ընկնում է, սկսած կուսակցական կասկածելի դրամահավաքներից մինչև հակասահմանադրական հրահանգներ։ Միջազգային փորձի միայն իրենց կոմֆորտի մասն են սրանք ուսումնասիրել։
Շվեդիայում էլ 2021-ին է վարչապետը հրաժարական տվել, բայց որքան էլ որ փնտրեցի, չգտա, որ այդ Շվեդիայի վարչապետը հայտարարած լինի թոշակը չենք բարձրացնում, որովհետև թոշակառուն չգիտի ինչի վրա ծախսի։ Միջազգային երկու փորձել եմ ուսումնասիրել։ Սադամ Հուսեյնի ավտոյի վրա էլ էր մեկ նիշով համար, Քադաֆիին էլ հատուկ կանաչ համարներ էր վրան գրված 1։ Երբ վարչապետը ձգտում է առանձնանալ նման սիմվոլներով, պարտադրված մեծարանքով, սեփական կերպարի ընդգծմամբ, սա ճաշակի հարց չէ, քաղաքական ազդանշան է, պետական կառավարման վտանգավոր շեղում։ Ավտոմեքենայի վրա 1 նշումը, սեփական նկարի կախումը պետական կամ կիսապետական տարածքներում, մեծարգո դիմելաձևի պարտադրումը մեկ ընդհանուր նպատակի մասեր են, ցույց տալ, որ իշխանության կենտրոնը ոչ թե ինստիտուտն է, այլ անձը։ Ես եմ առաջինը ուղերձը իրական նշանակում է ես եմ չափանիշը։ Այս վարքագիծը բնորոշ է այն առաջնորդներին, որոնք իշխանություն ընկալում են ոչ թե որպես ժողովրդի տված ժամանակավոր մանդատ, այլ սեփական գերազանցության հաստատում։ Պաշտոնյաներն այսօրվա Հայաստանում պարտավոր են ոչ թե օրենքին, այլ անձին հավատարմություն ցուցաբերել։ Պետական համակարգը դառնում է ենթարկվողների շղթա։ Մտածող մարդիկ դուրս են մղվում, իսկ տեղը զբաղեցնում են լուռ կատարողները։ Պետական մարմինները կորցնում են ինքնուրույնությունը, օրենքը դառնում է ընտրովի կիրառվող, իսկ պրոֆեսիոնալիզմը զիջում է լոյալությանը։ Վարչապետի շուրջ ձևավորվում է ոչ թե մտածող թիմ, այլ համաձայնվող շրջապատ։ Ճշմարտությունը դառնում է անհարմար, գովեստը պարտադիր, պետությունն էլ մտնում է փակ շրջան։ Պաշտոնյան ոչ թե մտածում է սա օրենքով ճիշտ է, թե չէ, այլ Նիկոլին դուր կգա, երբ լոյալությունը կարևոր է պրոֆեսիոնալիզմից, արդյունքները անհետանում են ու դառնում են անպետք։ Նման վարչապետը քննադատություն չի հանդուրժում, քանի որ քննադատությունը վտանգում է իր ինքնաստեղծ կերպարը, ինքը կերտել է իրենից այն հին Հռոմում անձրև բերողի կերպարից, ոնց կարելի է քննադատել, ուստի ամեն այլընտրանքային կարծիք իր համար սպառնալիք է։ Քննադատությունը համարում են անհնազանդություն կամ դավաճանություն։ Արդյունքում նրա նպատակն է, որ քաղաքական դաշտը դատարկվի բովանդակությունից ու լցվի վախով, հարմարվողականությամբ, կեղծ հավատարմությամբ։ Երբ գովեստը պարտադիր է, ճշմարտությունը դառնում է վտանգավոր։ Արդյունքում պետությունը կորցնում է իր դիմադրողականությունը ճգնաժամերի նկատմամբ։ Գինը միշտ վճարում է հասարակությունը։ Այս սրա համար էր, երբ նման որակի մարդ է իշխանության ղեկին, պետությունը ռիսկերի մեջ է արդեն երկար ժամանակ ու ունենում ենք կորուստներ։ Ժորժան, երբ իշխանությունը սկսում է սիրահարվել ինքը իրեն, պետությունը մնում է առանց ուշադրության։ Այս կառավարության մոտ իրական արդյունքները, համակարգային բարեփոխումները, երկարաժամկետ ռազմավարությունը, անվտանգությունը, տնտեսությունը, սոցիալական արդարությունը բոլորը մղվել են հետին պլան, որովհետև չեն ծառայում առաջնորդի անձնական փառքին։ Որտեղ ղեկավարն իրեն հռչակում է առաջին, պետությունը դառնում է երկրորդական։ Նիկոլի իշխանության հիմքը հիմա ո՞րն է, ժողովրդի քվեն է, չէ, դա չկա։ Վստահությունը դա էլ չկա։ Ցուցանիշները դարձյալ չկան, տակը չկա ոչինչ, ուրեմն չկա լեգիտիմություն։ Բայց պետությունը ես եմ մտածողությունը եւ կառավարությունը ես եմ արտահայտությունը, այստեղից է գալիս։ Հիմա վարչապետի աթոռը Նիկոլի համար ինքնահաստատման գործիք է։ Նա համակարգը կախման մեջ է դրել իր ցանկություններից։ Օրենքը, ինստիտուտները եւ հանրային վերահսկողությունը իր համար 0 են։ Ուժեղ առաջնորդը չի պահանջում հարգանք, այլ նրան հարգում են, որովհետև արդյունք է տալիս։ Նման ժամանակ ունեցել ենք ու հիմա չունենք։ Վարչապետ, որը պահանջում է մեծարանք, իրականում վկայում է իր թուլության մասին։ Երբ առաջինը լինելը դառնում է մոլուցք, դա նշանակում է, որ առաջնորդը կորցրել է պետությունը ղեկավարելու կարողությունը, իսկ մեր դեպքում չի էլ ունեցել։ Առաջին համարը լինելը չի նշանակում լավը լինել, առաջին է նաև հերթում կանգնողը, բայց դրանից կառավարիչ չի դառնում, կարճ ասած։
Հիմա պետականության ամենաթույլ իրավիճակին ենք հասել։ Այս քաղաքականությունը մեկ է, ճգնաժամի մեջ է ու փլուզվելու է։ Նման կառավարում տեսել է պատմությունը եւ բոլորը բերել են փլուզման, տգեղ, անփառունակ ու ցավոտ։ Նման ռեժիմների նկատմամբ պատմությունը շատ ցավոտ է։ Երբ ճգնաժամ է գալիս, սիմվոլները չեն աշխատում, նկարները չեն պաշտպանում, իսկ մեծարգո կոչումները չեն կառավարում, նման ձև դիմողներն էլ դավաճանում են։ Այստեղ կարևոր է, որ երկիրն ու ժողովուրդը հնարավորինս քիչ կորուստներով դուրս գան։ Դա էլ պետք է գիտակցի եւ հուսով եմ կգիտակցի վաղը ընտրություն կատարողը։